Շտերն աշնանն են հաշվում այժմ աշուն է և վերջերս տեղի ունեցել բավականին հետաքրքիր և կարևորագույն մի տոն, գյուղատնտեսի տոնը, որի մասին էլ մենք խոսելու ենք այսօրվա մեր քննարկման ընթացքում։ Բարի երեկո, Երկիր մեդիայի եթերում երեկոյան բլոգն է, ես Արմինե Ճաղարյանն եմ, առաջարկում եմ դիտել և ծանոթանալ մեր այսօրվա հյուրերին, որից անմիջապես հետո դիտելու ենք նյութ, որը ամփոփում է այսօրվա մեր շաբաթը։ Գառնիկ Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, պաշտոնը ստանձնել է 2012 թվականի հոկտեմբերի 30-ից։ 1976-ից 1981 թվականներին սովորել է Հայաստանի ազգային agrարային համալսարանի ագրոնոմիկական ֆակուլտետում։ 1981-ից 1985 թվականներին եղել է Մասիսի շրջանի Նոր Խարվերդի կոլտնտեսության նախագահի տեղակալ, գյուղատնտես, գլխավոր գյուղատնտես։ 1987-ից 1991 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բաժնի հրահանջի պաշտոնին։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, անկուսակցական է։ Մելիքյան Անդրեաս 1989 թվականից աշխատում է Հայաստանի ազգային agrարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնում։ Գիտական աշխատանքները վերաբերում են մշակովի բանջարաբույսերի վայրի ազգակիցների ծագումնաբանությանը, գենոֆոնդի պահպանությանը, ինչպես նաև վայրի ուտելի և օգտակար բուսատեսակների տեսակային կազմի, դրանց տարածման արեալների պարզաբանմանն ու մշակության մեջ ներդրմանը։ Գագիկ Բաբախանյան, մասնագիտությամբ տնտեսագետ, ֆինանսիստ է, 35 տարի աշխատել է Մասիսի շրջսովետի գործկոմի և Արարատի մարզպետարանի ֆինանսական բաժիններում, տնտեսագետից մինչև բաժնի պետ։ Գյուղատնտեսական գործունեությունը, ջերմոցային տնտեսության ֆերմեր։ Հանդիսանում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և կանաչ արահետ հասարակական կազմակերպության անդամ։ Աշոտ Խաչատրյան 1992-ից 1993 թվականներին աշխատել է որպես լրագրող, ազատամարդ և մի քանի այլ թերթերում, որոնց անունները չցանկացավ նշել։ Զբաղվում է գյուղատնտեսական և ֆինանսական վերլուծական լրագրողական գործունեությամբ, բացի լրագրությունից զբաղվում է նաև հողագործությամբ, ծիրանի և դեղցի մշակմամբ։ Ներկայացնում ենք այս շաբաթ տեղի ունեցած կարևոր իրադարձությունների շարքը, որոնք ալիք են բարձրացրել համացանցում արժանանալով մարդկանց գոհունակությանը կամ դժգոհությանը։ Էբոլա հարուցիչի մասին վախեցնող լուրերը ողողել են լրատվական դաշտը։ Տարբեր կայքեր ներկայացնում են, թե ինչպես կարելի է պաշտպանվել նրանից և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել նրանով չվարակվելու համար, որ երկրներում այն արդեն բույն դրել և ինչպես են պայքարում դրա դեմ, սակայն հարուցիչի իրական լինելու փաստին ոչ բոլորն են հավատում։ Միֆ համարելով, քանի որ կարծում են այն խուճապ առաջացնելու միջոց է, սակայն աղբյուրներն այլ բան են վկայում։ Եվ Առիվասի աղմկահարույց արարքի պատճառով հասարակությունը բաժանվեց երկու մասի, մի կողմը նրան ամոթանք տվեց, մյուսն էլ խրախուսեց, համարելով ստացված շոու։ Մի քանի օր հետո որոշ կայքերում հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի այդ արարքը բեմադրված է եղել, այն իրագործվել է PR համատեքստում և նկարահանվել մի քանի դուբլով։ Դարձյալ ուշադրության կենտրոնում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված մեկնաբանությամբ։ Համացանցը միանգամից լցվեց նրան պարսավող մեկնաբանություններով։ Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Ռուսաստանի գրողների միության անդամ կդառնա։ Այս վերնագրով նյութը հայկական լրատվական կայքերը միանգամից տարածեցին ռուսական գազետա «Ռու» կայքից։ Լևոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել Բաքվում կայանալիք 2015 թվականի աշխարհի գավաթին, լուրը բավականին արագ տարածում գտավ լրատվական կայքերում։ Այստեղ սատարում են Գրոսմայստերին, ողջունում նրա իսկ քայլն ու վստահեցնում, որ հայկական բանակն իր կողքին է։ Դիտեցինք նյութը և իհարկե նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր նորություններից, ասենք հետաքրքիր և ասենք նաև կարևորագույն փաստը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո նշում էր գյուղատնտեսի օրը և որը շատ կարևոր է բնականաբար թե մեր հեռուստատիտողների համար, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բնակչության համար։ Եթե ունեք որևէ հավելումներ կամ կարծիքներ իհարկե մեր նշած նյութի հետ կապված, ընդհանրապես հետևում եք արդյոք անցուդարձին այս ձեր ոլորտից դուրս։ Բնականաբար իհարկե ոքի չի կարելի անտարբեր գտնվել տեղի ունեցող իրադարձություններին չհետևել, դրանք շատ կարևոր են եւ մեր առօրյայի այսպես Որ նյութին դուք կմեկնաբանեիք, որ նյութը։ Դա տարբեր են կարծիքները հիմա եւ Առիվասի հետ կապված, ասենք, թեկուզ միջադեպը իրականում կա երկակի մոտեցում, իհարկե երբ հեռուստաեթերով ինչ-որ բան է հեռարձակում, ես կարծում եմ ճիշտ կլինի, որ ամեն ինչ այսպես կոկիկ, սոլիդ, ավելի ճիշտ մատուցվի եւ բոլոր գործողությունները լինեն այսպես շատ ընդունելի։ Դուք բավականին շատ զբաղված եք ձեր աշխատանքով, գիտեմ, որ ամբողջական իսկապես ծանր աշխատանքի մեջ եք ներգրաված, հատկապես աշնանը, հասցնում եք նաև հետևել անցուդարձին նման օրինակ եւ Առիվասի քայլերին։
Բնականաբար աշխատում եմ հասցնել, դե հետ մնալ չի կարելի, ամեն դեպքում գործը մնում է գործ, տնտեսական գործեր աշխատում ենք, որ ժամանակին հասցնենք, բայց դե ամեն դեպքում հարկավոր է նաև մասնակցել միջոցառումներին տարբեր տեսակ, հատկապես գյուղատնտեսության ոլորտի, որովհետև դա իմ ոլորտն է եւ այտենց էլ շարունակվելու է։ Ну, կարելի ասել, որ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպվում են Հայաստանում, էքսպո ցուցահանդեսներ, ագրո, վերջերս տեղի ունեցավ ագրոֆորումը, որը ամեն տարի կազմակերպվում է մեր քաղաքում, նաև նշվեց գյուղատնտեսության ոլորտի աշխատողների օրը, եւս մի անգամ շնորհավորում եմ իրանց թող իրանց այն քրտնաջան աշխատանքը տա արդյունքները եւ տնտեսությունները երեխաները ամբողջ գյուղատնտեսության ոլորտում ներգրաված անձնավորությունները թող հաջողություններ ունենան, չհիասթափեն։ Այս ոլորտը եւ այս քննարկումը այն եզակի քննարկումներից մեկն է, որը հետաքրքրել է բազմաթիվ մարդկանց եւ այդ իսկ պատճառով նախ ուղղակի մեր քննարկումը սկսելուց առաջ ես կխնդրեի, որպեսզի մենք կարողանանք իսկապես խոսել են մարդկանց համար, ովքեր հիմա մեզ դիտում են եւ անդրադառնալով ի վերջո այսօրվա մեր թեմային գյուղատնտեսի օր։ Ինչ ստացավ գյուղատնտեսը այս վերջին շաբաթվա ընթացքում, հենց այդ օրը թեկուզ որպես իր տոնի արդի, որպես նվեր բացի օրինակ կարճ հաղորդագրություններից, որտեղ գյուղնախարարությունը շնորհավորում էր եւ յուրաքանչյուրին է դա այդ հաղորդագրությունները իհարկե հասել, բավականին հետաքրքիր եւ հաճելի վերաբերմունք, բայց այնուամենայնիվ բացի այդ հաղորդագրությունից ինչ ստացավ, եթե այսպես գլոբալ։ Եթե կարելի է ասեմ քիչ առաջվա մեր տեսածը գուցե ավելի շատ է քննարկում հասարակության մեջ, քան թե հենց այն, որ այսօր մեր արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին ինչ հոգսեր են անհանգստացնում կամ ինչ արդյունքներ են ունեցել, ինչպես պիտի ավարտենք տարին եւ նոր տարին ինչպես պիտի սկսենք։ Եկեք փորձենք հենց այսօր բավականին կարճ ժամանակ ունենք, չնայած որ փորձենք ամփոփել այս տարին։ Ի վերջո, իսկապես ինչ խնդիրներ եղան եւ ինչ ձեռքբերումներ կան։ Այս տարին իհարկե լեցուն էր որոշ այսպես դժվարություններով, խնդիրներով, բայց եւ այնպես բավականին լավ հաջողություններ գրանցվեցին եւ ընդհանուր առմամբ տարին բավականին այսպես լավ արդյունքներով է եզրափակվում։ Գարնանը ցրտահարությունները մարտի վերջին, ապրիլի սկզբին զգալի վնաս պատճառեցին գյուղատնտեսությանը, այնուհետև գարնանային ժամանակահատվածում, հատկապես Շիրակի եւ Լոռու մարզերում մի քանի անգամ մեր գյուղացիական տնտեսությունները կորուստներ կրեցին կարկտահարության հետևանքով, բայց բարեբախտաբար հարթավայրում դրանից հետո առանձնապես որևէ այսպես վնասներ չգրանցվեցին եւ նաեւ հանրապետության այլ տարածաշրջաններում եւ այս տարի մենք բավականին բարձր արդյունքներ ունեցանք բանջարաբոստանային մշակաբույսերի, հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, մի շարք պտղատեսակների իհարկե բացառությամբ կորիզավորների եւ հատկապես ծիրանին ու բերքը չափազանց ցածր էր մոտ Այդ բոլորս կարծում եմ հիշում են եւ հեռուստատողները վստահ եմ եւս հիշում են այդ փաստը ծիրանի բացակայությունը մեր սեղաններից, բայց համենայն դեպս եղանակային պայմաններից դուրս բնական է, որ սա այն եզակի, այսպես կարելի ասել, տնտեսություններից է, որը կախված է ոչ միայն աշխատասիրությունից մարդկանց, պետության ձևավորված վերաբերմունքից, այլև կախված է իհարկե եղանակային պայմաններից։ Այս ամենը իհարկե հասկանում կարևոր գործոն է, բայց այստեղ շատ կարևոր է նաեւ այո, պետական աջակցության դերը ինչ խոսք գյուղատնտեսությունը լուրջ ներդրումների կարիք ունի եւ գյուղացին առհասարակ գյուղատնտեսության ոլորտում ներգրավված մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին լուրջ աջակցությունների կարիք ունեն եւ իհարկե պետության կարևորագույն խնդիրներից մեկն է ժամանակին եւ պատշաճ այդ աջակցությունը ցուցաբերել։ Եթե այսպես փորձենք նաեւ անդրադառնալ խնդիրներին, ինչն է պատճառը, որ այդ մարդիկ եզակի են եւ ինչն է պատճառը, որ ոչ բոլորն են հասել մեծ հաջողությունների։ Գիտեք, ես ավելացնեմ պարոն Պետրոսյանի ասածները, պարզից էլ պարզ է, որ մեր այսօրվա գյուղատնտեսության դեմքը դրանք խոշոր ֆերմերներն են, խոշոր տնտեսվարողներն են, ովքեր որ
զբաղվում են խոշոր հողերի մշակությամբ եւ հիմնականում վերամշակման գործունեությամբ են զբաղվում, նկատի ունեմ գինի, կոնյակ, օղի, պահածոներ եւ այլ։ Այդ տեսեք, մեր վիճակագրական տվյալները, որոնց վրա որ ես չեմ կասկածում, անընդհատ թվեր են ներկայացնում։ Այո, որ համախառը ներքին արդյունքում աճա տեղի ունեցել ենթադրենք 7%։ Ես դեմ չեմ, ուրախալի է, փաստ է, թող մեր մեծ խոշոր կազմակերպություններն են, խոշոր հարկատուներն են, վերջապես արտահանում են հիմնականում եւ վերամշակում են գյուղացու ստեղծած արտադրանքը։ Բայց դրան զուգահեռ եկեք մի փոքր մի քիչ խորանանք փոքրների վերաբերյալ։ Այդ տեսեք, մի քիչ խորանանք։ Արդյոք ինչ չափի աճ են ունեցել փոքր, այսինքն այն գյուղացիական տնտեսությունները, որ ասենք մեր հանրապետություն 340,000 գյուղացիական տնտեսություններ կան, որոնք զբաղվում են ենթադրենք իրենց տնամեր ցողամասերում գյուղացիական շարքային գյուղացիները, կարելի ասել այն մեր հայ ավանդական գյուղացիները, որ տնամեր ցողամասերում են զբաղվում եւ ունեն ընտանիքներ, բազմանդամ ընտանիքներ եւ այլ։ Արդյոք ինչ աճ են ունեցել տվյալ տնտեսությունները։ Ես քանի որ իմ կապերի շնորհիվ, շփումների շնորհիվ կարող եմ ասել, որ չնայած բոլորն կարող են հաստատել դա, կարող եմ ասել կներեք ոչ թե աճ են ունեցել այդ տնտեսությունները, այլ մի բան էլ հետ են գնացել։ Այսինքն, որովհետև սեղ սենց է էլի ստացվում անհավասար պայմաններ խոշորների եւ փոքրների միջև։ Այսինքն, վարկային պարտավորությունները, վարկերը բավականին չնայած կարելի ասել, որ նախկին տարիների համեմատ այդ կոշտ պայմանները, որ նախկինում կար, զգացում է, որ մի քիչ պայմանները հեշտացել, այսինքն տոկոսադրույքներն է ցածրացել, գրավի խնդիրները եւ այլ։ Իսկ նախկինում շատ կոշտ պայմաններ են պարտադրել բանկերը գյուղացիներին եւ չնայած մինչեւ մեր շարունակում է, մարդիկ վարկ են վերցրել, չեն կանում, արդյունք չեն ստացել։ Մանրների մասին է խոսքը, ստիպված վարկ են վերցնում մյուս բանկից, գրավ են դնում, չգիտեմ ինչ որ տանեն հաջորդ։ Ու տենց տոկոսները իրանց ֆինանսական վիճակը օրորի բարդանում է։ Ասելիքս այն է, որ պիտի ուշադրություն դարձվի այն հայ ավանդական գյուղացու, որովհետև անհավասար մրցակցություն է խոշորների ու մանրների միջև։ Մանրների տնտեսությունը քիչ է, հողատարածությունները քիչ է, եկամուտը քիչ է, ստիպված ինչ արած, արայցան դաշտավայրից, որտեղ որ ջուրը կա, ամեն ինչը նորմալ, բնակական պայմանները նորմալ, դաժե արայցան դաշտավայրից արտագաղթում են գնում են եւ այս հայ ավանդական գյուղացուն պիտի կողքը կանգնել։ Խոշորները իրանց հարցերը կլուծեն սենց թե նենց։ Դրանք հովանավորներն ունենած ֆինանսական միջոցները նորմալ է, ասելիքս նա որ մանրները կուլ չգնան խոշորներին, խնդրեմ։ Ես ինչ եմ ուզում միտքս շարունակեմ, ինձ թվում է հասարակության մեջ մի այսպիսի թյուր կարծիք կա գյուղատնտեսությանը, մասնավորապես մանր տնտեսություններին մարդիկ նայում են առօրյա կեցության որպես միջոց, այսինքն հացի ստեղծման միջոց։ Սա ես կարծում եմ ամենասխալ տեսակետն է, գյուղատնտեսությանը պետք է նայել բիզնեսի տեսանկյունից, այսինքն պետք է փոխվի հասարակության, հասարակական քաղաքական միավորների մոտեցումը եւ մտածելակերպը գյուղատնտեսության վերաբերյալ։ Նրան պետք է դիտել բիզնեսի ամենաբարդ, ամենադժվար, ամենառիսկային ուրեմն ծևերից մեկը եւ յուրահատուկ մոտեցման պետք է մոտենալ սրան։ Ովքեր պետք է մոտենան, ասեք։ Հասարակությունն ամբողջովին, իսկ հասարակության մեջ մտնում է ընդհանրապես սպառողը, արտադրողը, պետական մարմինները, քաղաքական մարմինները, բոլորը, այսինքն մտածելակերպի փոփոխության մենք խնդիր ունենք։ Կրկնում եմ, շատ լավ է դիտարկումը, խոշոր տնտեսությունները շատ լավ արդյունքներ ունեն, դա բնականաբար այդպես է եւ շատ լավ է որ այդպես է։ Մանրների մոտ դիտարկվում է հետեւյալ ձևով, մանրը ինչ է կարողանում անել։ Առօրյա մտածելակերպը նրա հետեւյալն է. դե հող է, սերմը կգցենք հողի մեջ, ինչ-որ մի բան կստանանք։ Ինչպիսին կլինի այդ սերմը, մշակությունը ինչպես կտանենք, կամ արտադրանքը ինչ ծավալի կլինի, որակն ինչպիսին կլինի, իրացումը ինչպես կլուծվի, սրանք հարցեր են։ Այ հարցեր, որոնք միայն գյուղացին ինքը լուծել չի կարող։ Իհարկե ես նորից չեմ ուզում Իսկ ով է կանգնած այսօր գյուղացու կողքին։ Շարքային գյուղացին մենք գիտեք պետք է կանգնած լինի ամբողջ հասարակությունը։
այն երկրներում, որտեղ բավական վերացական է հնչում հասարակությունը ասածը։ Ես չէի համարի վերացական։ Սպառողը ինքը պետք է մտածի նաև արտադրողի մասին։ Պետական մարմինները, կառավարման մարմինները պետք է մտածեն այդ իմաստով, քաղաքականություն մշակողները, ազգային ժողովը, ընդհանրապես բոլոր, այսինքն հասարակության մեջ ընդգրկված քաղաքական կուսակցությունները, որից է մի քաղաքական կուսակցության կողմից բացի ամպագորգոր կոչերից կամ, չգիտեմ, ելույթներից կոնկրետ ինչ է առաջարկվում գյուղատնտեսության մեջ ինչ որ քայլ կատարելու, չեք տեսնի։ Ես օրինակ որպես գյուղատնտեսության բնագավառի մասնագետ չեմ տեսնում ոչ մեկի մոտ այդպիսի մոտեցում։ Ինչ էլ արվում է այսօր պետական մարմինների կողմից։ Շատ է, քիչ է, սա ուրիշ հարց է։ Հնարավորությունների սահմանների հարց է, սա այլ հարց է։ Պիտի դիտարկել նաև այդ առումով, պիտի գտնել մեթոդներ, գտնել ձևեր, բերել աղբյուրներ, բայց գյուղատնտեսության նորից եմ կրկնում, պիտի դիտարկել որպես բիզնեսի ձև։ Եթե մենք կնայենք այդպեսին, եթե կհաշվենք, ինչ դրեցինք, ինչքան ստացանք, արդյոք այս դրվածը կբերի մեր ուզածը, այս մտածելակերպը կտանի տնտեսության զարգացում։ Եթե չկա այդ մտածելակերպը, մենք անդադ խոսելու ենք այդ խնդիրների մասին, անդադ ասելու ենք, այս տարի կարկուտ էր, մյուս տարի ցուրտ էր, սպառումը վատ էր, չգիտեմ ինչ էր։ Պարոն Խաչատրյան, եթե կարելի է ես կուզեի պարոն Պետրոսյանը խոսեց հաջողությունների մասին, ես կուզեի այսօր շատ այժմ էական հարցի մասին խոսել, որ չխոսվեց, որ համար շատ լուրջ պրոբլեմա լինելու Հայաստանի գյուղատնտեսության, אבל մենք ավելի բարձր մատերիալներից ենք խոսում այս պահին։ Այս տարի պարոն Պետրոսյանը երևի կասի, հետո կհաստատի, լուրջ պրոբլեմ կար ռոռոկման հետ կապված։ Այդ շարունակությունն էր, բայց նաև սկիզբն թույլ տվեք ես շատ կոպիտ առհավիրք հասկացվելու ռոռոկման հետ կապված Հայաստանի գյուղում, եթե նույն ձևով շարունակվեց, իսկ բոլոր հիմքերը դրվել են, որ շարունակվի։ 10 տարի հետո Հայաստանի գյուղատնտեսությունը մասնավորապես Սահարատյան դաշտը մայանալու է։ Անապատվացման վտանգ այսօր շատ ռեալ է Հայաստանում։ Մենք շատ ծրագրերից, բիզնեսից եւ այլնից ենք խոսում։ Այսօր լինել չլինելու հարցն է դրված։ 40 գյուղի անուն են տալի, հիմա պաշտոնապես տիպված թվարկում են, որ այդ գյուղերն արդեն ջրի լուրջ պրոբլեմ ունեն, լուրջ ասածը շատ մեղմ, ջուր չունեն այդ գյուղերը։ Մնացած գյուղերում Սահարատյան դաշտի ջրի համար մարդասպանություն, եթե մարդասպանության չի հասել, հաստատ կհասնի, որտեղ ինչ որ այսօր տեղի է ունենում, իսկ ամբողջ հարցը դրան է, թե ինչի է տեղի ունենում, ինչ քաղաքականության արդյունքում ենք հասել դրան, այդ դրան մասին է, որ պետք է խոսվի։ Իսկ մնացածը արդեն բիզնես մտածելակերպը միանշանակ համաձայն եմ արտահանում լիքը պրոբլեմներ կան, դեռ պրոբլեմա ոնց արվում, բայց այն ինչ որ պետք է արվի եւ ինչ որ արվում, երևի թե անհամեմատելի է։ Շատ հարգելով պարոն Պետրոսյանի, շատ հարգելով գյուղնախարարության արածը, պարոն Պետրոսյան, ես գիտեմ, որ այս ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ ռոռոկման խնդրի հետ կապված։ Բնականաբար, իհարկե, խնդիրը շատ ճիշտ է ներկայացվում, իրականում այս հարցը շատ այսպես հիմա սուր է դրված։ Այս տարին համարվեց սակավաջուր տարի, մեր ջրամբարները առանց բացառության կարելի է նույնիսկ նշել, կիսով չափ կամ ավելի պակաս չափով էին ուրեմն ջրի պաշարներ կուտակել եւ ամբողջ տարին իսկապես այդ առումով բավականաչափ լարված էր եւ գյուղատնտեսության նախարարությունը իհարկե նախարարության գործառույթը չի, բայց նաեւ գյուղատնտեսության նախարարությունը բավականին լուրջ քայլ է փորձեց ձեռնարկել համապատասխան ոլորտի, պատասխանատու ոլորտի մասնագետների հետ միասին ինչ որտեղ մեղմելու, բայց պիտի նշեմ, որ ոչ բոլոր համայնքներում եւ ոչ բոլոր հատվածներում հաջողվեց խնդիրը լուծել, անկայուն ջրամատակարարման հետևանքով իհարկե բավականին դժվարություններ առաջացան եւ տարվա արդյունքները անկասկած շատ ավելի այսպես ակնհայտ կլինեին, ակնառու կլինեին, եթե հաջողվեր տարվա ընթացքում կայուն ջրամատակարարում ապահովել, քանի որ հարթավայրում հատկապես աշնանացան հացահատիկի կամ կարտոֆիլի բերքահավաքից հետո ցանկատարածները ազատվում են եւ երկրորդ բերքի կամ նույնիսկ երրորդ բերքի ստացման լավագույն հնարավորություններ են ստեղծում, իսկ շատ դեպքերում այ ջրի անկանոն մատակարարման կամ այսպես գրաֆիկով մատակարարելու պայմաններում մարդիկ ստիպված էին ուղղակի հրաժարվել երկրորդ ցանկերից եւ հիմա արդեն ժամանակն է եւ կարծում եմ նաեւ այդ ոլորտում կատարված փոփոխությունները պետք է որ բերեն համապատասխան արդյունքների շատ կարեւոր է որ հենց այսօրվանից սկսեն անհանգստանալ յուրաքանչյուր կաթիլ ջրի համար եւ անբարել այսօրվանից
որպեսզի ամբողջ տարվա ընթացքում ձմռան ամիսների ընթացքում գարնանային վարարումների ընթացքում հնարավոր լինի բավարար ջրի պաշար կուտակել եւ ամենակարևորը շատ խնայողաբար պետք է այդ ռեսուրսները օգտագործել։ Կան տեխնոլոգիաներ ջրի խնայողության համակարգի հետ կապված, անձրևացում, կաթիլային մեթոդ, ամբողջ աշխարհն անցել է։ Սա էլ պիտի ինձ թվում է ընդգրկել, կիրառել։ Մենք ջրի լրացուցիչ աղբյուրներ գտնել գրեթե չենք կարող, մենք պիտի խնայենք, այ ոնց որ դուք ասացիք, իսկ դրա խնայման ամենալավագույն տարբերակը նոր տեխնոլոգիաների կիրառումն է։ Ճիշտ է, ես պետք է ասեմ, որ հանրապետության վարչապետի հանձնարարությամբ արդեն ծրագիր է մշակվել, պիլոտային ծրագիր, այսպես կոչված Արմավիրի մարզի նախատեսվում է Շենիկ եւ Ակնալիչ գյուղում եւ Արարատի մարզի Ջրաշեն եւ Արմաշ համայնքներում մեկական հեկտար տարածքների վրա կաթիլային ոռոգման համակարգեր կտեղադրվեն եւ անձրևացման համակարգեր, սա փորձնական, ուղղակի ցուցադրական, այսպես նպատակ է հետապնդում, ուղղակի մարդկանց համոզելու, հաստատելու, որ իրոք այս դեպքում հսկայական ուրեմն ջրային ռեսուրսներ են խնայվում եւ դրան գումարված նաեւ շատ արդյունավետ։ Խոսեցինք այդ պիլոտային ծրագրի մասին, եթե ենթադրենք, որ այս ծրագիրը ի վերջո աշխատում է, բնականաբար գյուղացիները տեսնում են, բայց ինչպես այս ամենը կօգնի շարքային գյուղացուն, նա որոշակի ներդրումներ գուցե պետք է անի, ինչպես պետք է ներգրավի։ Ես կարծում եմ, որ շատ մեծ գումարների խնդիր չկա, տեխնոլոգիան շատ պարզ ու հասարակ է, իսկ այդ ոռոգման համակարգի տարրերը անգամ մեր երկրում հնարավոր արտադրել պոլիէթիլենային խողովակների կամ կաթոցիչների հետ կապված, այնպես որ շատ մեծ ներդրումների կարիք չկա։ Պետք է ուղղակի ֆերմերի մարդու հոգեբանության մեջ մտցնել այդ գաղափարը, խնայել։ Մեր ժողովրդի մոտ միշտ այդ գաղափարը կարծես թե չկա։ Մենք մեծ լայն առուներով ջուրը բերում ենք, ճանապարհին ջրի մի մասը կորցնում ենք, կոլորշիացնում ենք, այ երբ որ զգում ենք ինչ-որ բանի պակաս, այ ստեղ էլ է նորից գալիս այդ նույն բիզնես հոգեբանությունը։ Մարդը վճարում է ջրի համար, ինչքան քիչ եմ օգտագործում, այնքան քիչ եմ վճարում, դա կնշանակի այդ ջուրը կբավարարի նաև իմ հարևանին, մյուսին։ Իսկ այդ խնայված միջոցները կարող են ժամանակին օգտագործվել նաև այդ տեխնոլոգիաները ներդնելու համար։ Այո, խնայողությունները շատ են, այստեղ նաև հնարավորություն է ստեղծում ամբողջ պարարտացումը կատարել նաև ոռոգման հետ մեկտեղ։ Բացի դրանից նաև արդեն մենք ավելնորդ ջուր չենք օգտագործում մոլախոտերին, այսպես նպաստելու եւ այլ շատ այլ առավելություններ ունի։ Իհարկե որոշակի դրամական ներդրումների կարիք անպայման զգացվում է, միջին հաշվով 4-5 հազար դոլարին համարժեք կախված դա մշակաբույսից, կարող է նաև մինչև 3000 դոլարին համարժեք դրամ ծախսվի, բայց ես ասեմ արդեն մեր ջերմատանային ամբողջ համակարգում վաղուց արդեն ներդրվել է եւ այսօր դժվար է պատկերացնել մի ջերմատուն Հայաստանում, իդեպ շարունակաբար զարգանում են եւ տարածքները ընդլայնվում, որտեղ սովորական եղանակով ոռոգում կազմակերպվի։ Ամբողջությամբ վաղուց արդեն անցել են կաթիլային ոռոգման համակարգի եւ վաղուց արդեն համոզվել են նրա արդյունավետության մեջ։ Հարցս նաեւ ինչին է ուղղված, որովհետեւ կարելի է ես լրացնեմ, կիսատ մնաց միտքը, եթե ես սխալ չեմ հիշում, տարիներ առաջ եմ կարդացել 1-2 տարի առաջ Մոլդովայի Հանրապետությունը ամբողջ իր տարածքում կաթիլային ոռոգում անցկացրել, պետությունը իր հաշվով 3000 եվրոյի չափով միջինը մի հեկտարին ծախսել է, բայց այս պահին խոսել կաթիլային ոռոգման մասին Հայաստանում իհարկե շատ լավ է, բայց 30 տարվա Իրանի ծառին կաթիլային ոռոգումով չես կարող ոռոգել 40000 հեկտար մեկ պտղատու ունենք, պաշտոնական տվյալներով 17000 հեկտար խաղողի այգի, դրանք ոռոգել այսօր հնարավոր չի կաթիլային ոռոգ։ Այսօր պետք է մտածենք այսօրվա խնդրեմա լուծելու մասին։ Ակոսային ոռոգում չունենք, ջուր չունենք։ Թուրքիայի մեր ջրահավաք ավազանը մի քիչ կարող այս ընդարձակում եմ, ջրահավաք ավազանը հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում է կտակում, իրանք շատ լուրջ մտածված քաղաքականություն են իրականացնում, 2 միլիարդ այդ տարածքում 2 միլիարդ խորանարդ ջուր են կտակում։ Այսինքն այն ջրերը, որ գալու էին Հայաստան, 2-3 տարի հետո Թուրքիան ամբողջությամբ փակելու չի թողնելու գա։ Հայաստանն այսօր պետք է մտածի վաղը ինչա անելու։ Մենք խոսում ենք բնական աղետի, սա բնական աղետ չէ։ Ոչ մեկը չի խոսում, որ կառավարում չկա այդ համակարգում։ Ջրային ոլորտում այսօր խայտարակ վատ կառավարում է իրականացվում։ Այդ դրա մասին պետք ջուրը ինչա կորուստ ունենում։ Պաշտոնական թող հրապարակեն, որ ինչքան մեր բնական աղետների հետևանքով որ ջուրը պակասություն արեց եւ ինչ կորուստ ենք ունեցել։ Առուների, մայրառուների, չգիտեմ, մեր տնտեսային ցանցերի պատճառով ինչ կորուստ ենք ունեցել վատ կառավարմամբ, թող ուսումնասիրվի։ Կորուստերի մի զգալի մասը վատ կառավարման հետևանք է։
Սևանից 170 միլիոն, հետո նորից 70 միլիոն, հետո չգիտեմ ինչ, բայց դրա մի մասը կորում 700 միլիոն դոլար, եթե չեմ սխալվում, արդեն ներդրվել է այդ համակարգում։ 90%, չգիտեմ, թիվը կարող է սխալվում եմ, կորուստ կար, կորուստը համարյա չի նվազել։ Ինչի՞, այստեղ պետք է փնտրել։ Ասեմ գյուղատնտեսությունը կախված է ջրից։ Այն ինչ որ կաթիլային ոռոգում դա 20 տարի չի 10 տարի հետո նոր դրվող ծառի մասին կարող են խոսել կաթիլային ոռոգումով։ Իսկ 40,000 հեկտար, հələ մի 20 տարի այդ 40,000 հեկտարը Բանջարային ոստանային բույսերի համար նույնպես կարող է դա բանջար ոստանային, այո, միանշանակ համաձայն եմ իհարկե։ միանշանակ։ Իրականում իրոք այո, ջրի կորուստները բավականին մեծ են, դա ոչ միայն միջտնտեսային համակարգում, ներտնտեսային ցանցում, այլ նույնիսկ հենց հողի վրա։ Այս հողատարածքների փոքր չափերը նույնպես թույլ չեն տալիս արդյունավետ ոռոգում կազմակերպել, երբ հնարավոր չի այնպիսի ուրեմն գործ, այսպես ասած, վարի, այնպես դնել, որպեսզի հարթ մակերես ստացվի եւ շատ դեպքերում 2000-3000 քառակուսի հողատարածքի վրա շատ անհարթություններ են եւ ոռոգման ջուրը շատ դեպքում լուրջ կորստի է մատնում եւ այն քանակությունը ջրի, որը անմիջապես հասնում է բույսին, դա շատ դեպքերում 30-40%-ն է կազմում ընդհանուր այդ ռեսուրսների։ Շատ լավ, ես առաջարկում եմ հիմա դիտել մի նյութ, որը պատահականության սկզբունքով ուղղակի մեր լրագրողներից մեկը այցելեր այդ գյուղ եւ ուղղակի տեսնենք այն պատկերը, թե ինչ կտեսնի շարքային օրինակ լրագրողը կամ քաղաքից գնացած մարդը, ով ցանկանում է հասկանալ, թե ինչ վիճակում են այսօր մեր գյուղացիները։ Խնդրեմ։ Արարատի մարզի Լուսառատ գյուղն է, մեր նկարանող խումբը գյուղատնտեսի օրը լուսառատում էր, տոնը տոն, բայց առիթը բաց չթողեցինք եւ որոշեցինք մի փոքր էլ խոսել նաեւ այստեղ ապրող մարդկանց խնդիրների, մտահոգությունների մասին։ Իսկ խնդիրներն այստեղ բազմաթիվ են, բերք են ստացել, իրացնելն է դժվար։ Համարյա 90%-ից շատը գտնում են այդ վարկի տոկոսի տակ, չեն կարողանում բերքը արտադրեն, տանեն վարկը փակեն։ Մենք անում ենք, հանձնում ենք, չեն կարող հանձնել։ Տանում ենք, հասնում ենք մասից չընդունում, նոր տալիս ենք դավալու, գինը գցում է, նոր հանձնում ենք, գալիս ենք տուն։ Ուրեմն վարորդին տանք այս գլխից, վարորդ տանք այս գլխից։ Երկու յանից էլ տալիս ենք, բայց ինչ անի, գյուղացին ինչ անի։ Համայնքի ղեկավարի կարծիքը սակայն այլ էր։ Մենք իրանցման հետ ընդհանրապես խնդիր չունենք, ոչ ժողովուրդը շատ լավ հանձնել է իր բերքը, խաղողը, պանավև, լոլիկը։ Գյուղապետարանում հայտնում են, որ ոռոգման ջրի խնդիր չկա, կարողանում են ժամանակին բավարարել գյուղացու պահանջները, մինչդեռ բնակիչներն հակառակն են պնդում։ Վիճակը այնաբաց, որ գյուղում ջուր չկա, որ բնակչությունը իր հողամասով ունեն, սենց որ թեքվի գնաք, ինչքան հողամասներ կան, որ անջրդի են, ջուր չեն տալի, որ ժողովուրդը օգտվեն։ Չեն կարողանում գյուղատնտեսությանը ապահովեն այն միջատները, որ սպանող դեղանույթ, պարատանույթը չէ հլա, որ ասենք պամիդորը ցանում ենք չորտնի, կարտոշկեն ցանում ենք, միայն դա որ գյուղացուն շատ դժ գոհապահամ, թե չէ աշխատողը սոված չի մնում։ Ողջ օրն անցկացնելով հանդերում ունեցած խնդիրները հաշվի չառնելով գյուղացին փորձում է ապագա ստեղծել գալիք սերնդի համար, բարձր պահել իր գյուղի պատիվն ու ոչ մի դեպքում չմեղադրել դիմացինին։ Ունենք մանկապարտեզ գյուղում գործում է 3 խումբ, ունենք ուրեմն կուլտուրայի տուն, որը երաժշտության, բարի շատ գետ է, ունենք բուժամբուլատորիա, ունենք նորմալ սիրուն դպրոց, որը 2 տարի առաջի հարգը վերանորոգվեց ամբողջությամբ, սեպտեմբերի 2-րդ հարգը վերանորոգեցինք, ուրեմն Ճապոնիայի կառավարության եւ մեր հայկական Կարմիր խաչի միջոցով։ Մի ընտանիքի պես ապրող այս մարդկանց խնդիրները շատ են, բայց նրանք շարունակում են համառել։ Իզուր չէ, որ մեծ հայրից քարից հաց քամող են համարում։ Պապաս գնացել է Ռուսաստան։ Որ փող աշխատի։ Իսկ ստեղ գործ չուներ ինքը։ Ուներ։ Ինչ էր անում։ Իմ հոպարի մոտ աշխատում էր։ Ինչ էր աշխատում։ Ինչ։ Եսիմ։ Դիտեցինք բնականաբար բավականին հպանցիկ այսպես անցուդարձային այնտեղ իրականացրել, իհարկե հնարավոր չէր բոլոր խնդիրներին ծանոթանալ, բայց համենայն դեպս այսօրվա գյուղացին բացի այն խնդիրները, որոնք նաև այստեղ բարձրաձայնվեցին, ինչպես պետք է լուծի եւ ում օգնությամբ այս խնդիրը նաև անդրադառնանք։ Ես կարելի է պատասխանեմ հարցին։ Իհարկե ոռոգման ջրի մատակարարման հետ կապված, միգուցե անկանոն մատակարարման հետ կապված, ես խնդիր չեմ տեսնում, դա իրականություն է իհարկե, խնդիրները խոսքը գնում էր Լուսառատի մասին։ Բայց այո, շատ լավ գիտեմ այդ համայնքի հողատարածքները ամբողջությամբ եւ
սահմանի ներսում մնաց հողատարածքների եւ դուրս եւ այլը, բնականաբար ես երկար տարիներ աշխատել եմ այդ մարզում, շատ լավ տիրապետում եմ այդ խնդիրներին, սակայն ինչ վերաբերվում է գյուղատնտեսական մթերքների իրացմանը, նախորդ տարիներին իհարկե անցյալ տարիներին խնդիրները եղել են, բայց այս տարի բարեբախտաբար ես չեմ կարծում, որ որևէ մշակաբույսի, որևէ բերքի, ուրեմն իրացման հարցում խնդիրներ են եղել, հատկապես խաղողի հետ կապված, որտեղ ձեռնարկությունների մեծ մասը այնքան մեծ պահանջարկ էին ներկայացրել խաղողի նկատմամբ։ Կոնյակի գործարանը, մասնագետները շրջում էին համայնքից համայնք, լրացուցիչ իրենց համար այսպես պիտանի խաղողի բերքի համար պայմանագրեր էին կնքում եւ նաեւ մնացած ձեռնարկությունները։ Ավելին ասեմ, սա նույնիսկ այն եզակի տարիներից մեկն է, երբ խաղողի տեխնիկական սորտերի բերքը արտահանվում էր մեր երկրից, Հայաստանից դուրս, որպես սեղանի խաղող։ Արենի խաղողը, որը հայտնի է որպես լավ գինեհունք, 240 դրամով, հատկապես մեր Spike ընկերությունը եւ մի շարք այլ նաեւ ընկերություններ ձեռք էին բերում այդ խաղողը եւ արտահանում էին հանրապետությունից եւ 2000 տոննայով անցյալ տարվա այս օրվա հետ համեմատած արտահանման ծավալներն ավելացել են եւ մնացած մթերքների լոլիկի նկատմամբ հսկայական պահանջարկայի մշուկայում սմբուկի նկատմամբ պղպեղի նկատմամբ, կարտոֆիլի նկատմամբ, ցանկացած մթերքի նկատմամբ չկա հիմա մի ապրանքատեսակ, որը սպառում չունի կամ որը պահանջարկ չունի եւ ավելին Ռուսաստանի Դաշնությունից գործարարներ են շատ հաճախ ժամանում հանրապետություն եւ վերջերս էլ շատ բարձր մակարդակի նման հանդիպումներ եղան եւ մասնավոր հանդիպումներ են լինում, որոնք մեծ քանակությամբ ապրանքների արտահանման համար պահանջ են ներկայացնում։ Խնդիրը այս տարվա համար համենատեպս իրացման խնդիրներ չի եղել, պաստորը կարելի է ասել այս տարվա ընթացքում։ Իրացման խնդիր այս տարի չի եղել, բայց որպես կանոն, պարոն Պետրոսյան, դուք շատ լավ հիշում եք անցած տարի խաղողը փետրվար ամսին 250-220 նախանցած տարի նորից իրացման խնդիր չկար, բարբերականություն կա, յուրաքանչյուր զույգ տարում խաղողի իրացման խնդրեմ չկա, то есть այս աշնանը, եկող գարնանը շատ մինչև 700 դրամի, եթե ոչ ավել հասնելու է խաղողի գինը։ 2012-ին էլ էր այդտենց։ Եկող տարի լուրջ խնդրեմ ենք ունենալու, արդեն 10 տարի այդ բարբերականությունը եւ ոչ միայն խաղողի հետ կապված։ Զույգ ու կենտարիների հետ չկապենք։ Ես հիմա կապենք կտեսնենք։ Հիմա նորիկի հաշվով եք դուք ասում չկա։ Քեծը տարածված է, մարդիկ վախենում են, չեն մշակում, դրա համար չկա, քիչ է տարածքները։ Այս տարի բարեբախտաբար շատ ավելի քիչ ցեցը վնաս հասցրեց, որովհետեւ ավելի քիչ այո, բայց անցած տարվա վախը կար, մարդիկ չեն մշակել։ Բայց հիմա տեսեք 2 տարի առաջ մենք Արարատյան հարթավայրում վաղած կարտոֆիլի բերքը ամբողջությամբ կարելի ասել կորստի ենք մատում, այս տարի չեն գտնում որևէ մի գյուղացիական տնտեսության, որը որ դժգոհություն ներկայացնի, որ կարտոֆիլի այսպես բույսերը կամ բերքը վնասվել է։ Նույնը լոլիկի հետ կապված, ավելի վաղ ժամկետում սկսվեց, նախարարությունը ծրագիր իրականացրեց այստեղ, ֆերոմոնային թակարդներ մենք տեղադրեցինք բոլոր համայնքներում եւ մասնագետների կողմից դիտարկումներ են իրականացվում, որոշվում էր կոնկրետ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները եւ մենք խորհուրդներ են տալիս գյուղացիներին, թե եւ պետք է եւ ինչ պրեպարատներով պետք է պայքարի միջոցառումները մոտարապես 6500 հեկտար տարածք ամբողջ ավելի շատ քան անցած տարի։ Հանրապետությունում չէ, տարբերությունը ընդամենը 6000 հեկտար էր անցած տարի։ Ես նկատում եմ ամբողջ հանրապետությունում Արարատյան հարթավայրում մոտարապես 5700 հեկտարի կարգի մոտարապես Արարատ Արմավիրում եւ հիմա տեսեք լոլիկ նաեւ մշակում են Լեռնային նախալեռնային գոտում, վարձադիր գոտում եւ շատ լավ բերք են վաղահաս սորտերը հատկապես մեր տեղական սորտերի սերմերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա արդեն այսօր։ Տեսեք նույն ցեցի հետ կապված եւ նաեւ պարտոնյութերի տեսանյութում էլ նաեւ կինը նշեց, որ խնդիր կա նաեւ որոշակի դեղորայքի եւ այլն։ Այս խնդիրը ինչպես է լուծում, որոշակի տրամադրում են ես գիտեմ, որ նաեւ տրամադրվում է որոշակի անհատույց տունակիմիկատներ չի տրամադրվել։ Միայն օգնագին այդ թրթուրի դեմ պայքարի համար, եթե հիշում եք, գարնանը խնդիրը սրվեց մի քանի մարզերում, Թեղենիկ համայնքում, Կոտայքի մարզի այլ համայնքներում, ուղղակի այսպես արտակարգ իրավիճակ էր ստեղծվել եւ նախարարությունը արագ գնում կատարեց եւ տունակիմիկատներ տրամադրեց։ Նախարարությունը տունակիմիկատներ է տրամադրում մկնանման կրծողների դեմ պայքարի համար, անհատույց ամբողջ հանրապետությունում ամբողջ պահանջարկը բավարարում եւ նաեւ մորեխների զարգացումների դեպքում, մորեխների միգրացիայի դեպքում եւ բռնկումների դեպքում անհատույց ուրեմն տրամադրում է կամ միջոցներ իրականացնում եւ նաեւ անտառային վնասատուների դեմ շուրջ 8000 հեկտար տարածքի վրա նախարարությունը
պետական բյուջեի միջոցների հաշվին պայքարին գետարումներ եք ասում։ Կարևորը ավելի շատ թունաքիմիկատների պարտավորությունների ներկրվող որակի հսկողության խնդիրն է, այս ապկի պետության կողմից ավելի մեծ հսկողության տակ առնվի, որովհետև մեր ֆերմերների շատերը միշտ բողոքում են հենց դրանից։ Գյուղացին մենակ ոչ մի բանի չի կարա հասնի։ Մենք շատ տարիներ ենք հետ, երկար տարիներ ենք հետ նորագույն տեխնոլոգիաներով եւ այլ ամբողջը ձեռքով, ոչ ինքնարժեքը մի խոսքով ինքնարժեքը ահավոր բարձր է կազմում մեր մոտ։ Այդ դրա համար պիտի լուրջ պլաններ գյուղատեսակ գյուղացիների ֆերմերներին օգնել լուրջ պլաններ, որպեսզի եւ արտահանումը կազմակերպվի, որովհետեւ մաքսամիություն եւ այլ մի խոսքով պահանջը շատ ալնելու։ Մի խոսքով պիտի իշխանությունները կառավարությունը էլի եմ կրկնում, ոչ թե խոշորները իրանց հարցերը ոնց են չլի կլուծեն, մանրների մասն է, միջինների, մանրների մասին է խոսքը։ Նա իր միջոցներով ստացած եկամուտով չի կարողանում իր այն կոտրված ապակիները վերանորոգի։ Ոնց կարա նորագույն հովացման համակարգեր, ջեռուցման համակարգեր, չգիտեմ, ածխաթու գազի համակարգեր, տարբեր համակարգեր դնի, որ մի քառակուսի մետրից ստանա բավականին բարձր բերք, ինքնարժեքը շատ է բարձր, գազի գինը բարձր է, բացի բարձր լինելու գազի գինը, մենք ես կարող եմ ասել, որ մենք այդ գազի համար կրկնակի ենք վճարում։ Ես կարծում եմ գյուղնախարարությունը իր այությամբ պետք է լինի ագրոբիզնեսի աջակցման, զարգացման ուղղված նախարարություն, իր ամբողջ ֆունկցիան դրանում պետք է լինի։ Ես բոլորովին վերջերս հանդիպել եմ էկոնոմիկայի նախարար Հայաստանի առևտրային ներկայացուցչին Մոսկվայում, Կարեն Ասոյան, եթե չեմ սխալվում։ Շատ հետաքրքիր մաս է եւ բառացիորեն մի քանի անգամ ես այդ հարցը տվեցի, ինքը հասկացավ, որ անգամ էլ հիմար չեմ մի քանի անգամ հարցը կրկնելու, ասում էի ծանոթ ճարենք, բերենք, ասում էի ծանոթ պետք չի։ Ինչ հասնի ռուսական շուկա, ինչ հասնի Մոսկվա, միայն հասցրեք, իրացման խնդրեմը չունենք։ Ստացվում 1 միլիոն տոննա է ծավել տարեկան, այդպես է թե չէ։ Գյուղ մթերք արտադրում ենք, բանջար ու պտուղ։ Արտահանում ենք ընդամենը 60-70 մաքսիմում 20-30 հազար տոննա, այսինքն 2-3%-ը գյուղնախարարության ամբողջ ֆունկցիան պետք է լինի կառավարության, դա գյուղնախարարություն չի կարա իր ուժերից վեր է արտահանում միակ փրկությունը դա է վարկ մի տվեք գյուղացուն ոչ մի բան պետք չի ջուրը կա արտահանում ապահովեք տեսեք 3 տարի հետո ծաղկելու է գյուղատնտեսությունը բայց չկա ոչ մի մեխանիզմ ցանկացած տեղ նայեք մեխանիզմ որ ուղղված է հատկապես արտահանմանը ոչ գյուղնախարարությունն ունի 2000 թվականին բացեցին մի տարի հետո փակեցին սահմանադրության ներկայացում ոչ էկոնոմիկայի նախարարությունը ոչ զարգացման հայկական գործակալությունը այսինքն արտադրում արտահանման մասին չենք մտածում տարայնորեն շուկան չի կազմա Չինաստանի պես պետությունը ամբողջ աշխարհը ողողել այդ արտադրանքով իր նպատակն է իր երկրում արտադրվածը արտահանի նույն անում Միացյալ Նահանգները իր գյուղ դեպարտամենտի միջոցով կառույցներ են ստեղծել որ տարբեր հասարակական ֆորմացիաներ են ներկայացնում Հայաստանը չունի ոչ մի բան ինքնուրույն չի լինելու 2000 մետր հող մշակող գյուղացուն արտահանում չի իրականացնելու Գիտեք այդ հարցի ներողությունը այդ հարցի լուծման բանալին էլ վաղուց հայտնի է Այդպիսի երկրներ կան ես օրինակը կարող եմ բերել Եգիպտոսի նման երկրի օրինակը որը բանջարեղեն է արտահանում Եվրոպա առաջին հայացքից գուցեև ոչ այնքան հասկանալի բանն ինչու՞մն է պետությունը հայտարարում է յուրաքանչյուր առաջիկա տարիների համար ստրատեգիական նշանակություն ունեցող արտադրանքի անվանումներ սահմանում է միջազգային գներին մոտ գներ դառնում է երաշխավոր ֆերմերի համար համապատասխան արտադրանքը առաջիկա տարիներին մթրելու համար։ Այ խոսում ենք այս տարի լավ էր, մյուս տարի կարող է վատ լինի եւ այլն եւ այլն։ Այդ վայրի վերումները վախեցնում են նաեւ գյուղացուն, արտադրողին, այսինքն ապահովվածության բացակայությունը կանխում է արտադրողին ներդրում կատարելու առումով։ Այ խոսում ենք ներդրում կա։ Եթե մեր գյուղացին, եթե ֆերմերը համոզված լինի իր ներդրման յուրաքանչյուր կոպեկը բերելու է մեծ արդյունք, ինքը կգնա այդ ճանապարհով։ Կանի ամեն ինչ, իր տունն էլ գրավ կդնի եւ այլն, բայց միայն հաստատ իմանա, որ այդ արտադրության ներդրումը բերելու է իրեն համապատասխան շահույթ։ Իսկ այդ դրա համար պետության իրոք այսպես կոչված աջակցության կարևոր նախապայմանն է պետք։ Ինչպես Այ ասում եմ Եգիպտոսի այդ օրինակը պետությունը հայտարարում է ստրատեգիական նշանակություն ունեցող մթերքների անվանումներ, ասենք ռուսական շուկա արտանելու համար, կազմակերպում է համապատասխան ներդրումային բազան, այսինքն գնման համար համակարգ, ֆերմերին տալիս է համապատասխան միջոցը տարվա սկզբում կամ ապրանքի տեսքով, պարտանյութ, սերմեր եւ այլն,
տարվա վերջում համապատասխան տարբերությունը վճարում է, այսինքն համակարգը կարելի է ստեղծել։ Ստեղ էլ հայտնագործություն անելու կարիք չկա, ուղղակի պետք է ներդնել, պետք է մտածել համակարգային մոտեցմամբ, քաղաքականություն մշակել գյուղատնտեսական արտադրության ամբողջ process-ի վրա, սկսած սերմից, սերմի արտադրումից, մշակությունից մինչև վերջնական արդյունք եւ վերջնական արդյունքի սպառողին հասնելու համակարգ։ Նույն ճանապարհային խնդիրը մենք իրոք ռուսական շուկային համարում ենք մերը շատ լավ է, բայց բավականին հեռու ենք, բավականին խնդիրներ կան ճանապարհի հարցի լուծման, այստեղ այո, պետության աջակցությունը պետք է։ Եթե մենք հենվենք Սպայկայի կամ նման կազմակերպությունների վրա, հասկանալի է, մասնավոր կառույց է, նա իր սեփական շահն է պատնում, սա էլ նորմալ է, այսինքն գյուղացուն թողնում ենք մենակ այս իմաստով տվյալ կառույցի հետ։ Իսկ այդ կառույցները որպես կանոն մոնոպոլ դիրքերով են։ Սա պետք է նույնպես հաշվի առնել, այսինքն պետական իրոք միջամտությունը խիստ անհրաժեշտ է համապատասխան համակարգ մշակելու տեսակետից։ Այս սա է կարևորը։ Ուրեմն ընդհանրապես արտահանումների խնդիրը շատ կարևոր խնդիր է եւ գյուղատնտեսական արտադրության զարգացման ամենալուրջ, այսպես նախապայմաններից մեկը դա ուղղակի լոկոմոտիվը կլինի, շարժիչ ուժը կլինի ընդհանուր տնտեսության զարգացման։ Այս առումով ես պետք է նշեմ, որ հանրապետությունը համենայնդեպս մեր օրենսդրությունը թույլ է տալիս անարգել առանց որևէ դժվարության ցանկացած ապրանքատեսակ գյուղատնտեսական մթերք արտահանել երկրից առանց որևէ հարկերի, առանց որևէ турքերի։ Եվ հիմա նաև առաջիկայում 2015 թվականի հունվարից մեզ համար պես ավելի շահեկան պայմաններ են ստեղծվում, երբ մաքսային միության երկրներ ապրանք արտահանելու դեպքում մենք չենք մաքսազերծելու մեր արտադրանք եւ մաքսատուրքեր արդեն արտահանման ընթացքում ներմուծող երկիր մենք չենք վճարելու, բնականաբար այս առումով մենք բավականին շահեկան վիճակի մեջ ենք ընկնում։ Պարզապես տեսեք, այսպես մտավախություն կա մարդկանց մոտ, շատերն են մեզ դիմում, հարցնում, արդյոք կարող են մեզ փոքր խմբականակով ապրանքներ տեղափոխել, կա անհանգստություն, կա մտավախություն, ուղղակի դեռ այսպես իրենց մեջ կա նստած մի բան, որ մաքսային սահման պետք է անցնեն, կարող են ինչ-որ արհեստական քաշքշուկներ, արգելքներ եւ այլ, նման խնդիրները իսպառ արդեն բացակայելու են եւ հասնելու են նվազագույնի իմ խորը համոզմամբ եւ համարձակ կերպով այո մեր տնտեսվարողները իրենք պետք է փորձեն տրանսպորտային միջոցներ վարձել եւ իրենց ապրանքները իրենք շուկայահանել եւ պետք է անպայման այստեղ նաեւ մրցակցություն լինի։ Ես համոզված եմ, որ նաեւ կձևավորվեն սպառողական կոոպերացիաներ, որոնք այդ փոքր տնտեսություններից կհավաքագրեն այդ ապրանքատեսակները, կտեսակավորեն, կփաթեթավորվեն, համապատասխան տեսքի կբերեն եւ իրենք կարտահանեն։ Այնպես որ ես համոզված եմ, որ գյուղատնտեսական մթերքների արտահանումների համար առհասարակ շուկայահանման գործում ապագայում առաջիկա տարիներին լինելու են բավականին լավ հնարավորություններ։ Ինչպես Ձեր մտքերը նաև ապագայի վերաբերյալ պարոն Պետրոսյանը նշեց, որ ապագայում իսկապես լավ է լինելու գյուղացիների համար։ Հորետես չլեմ, մի քիչ կասկածում եմ այնուամենայնիվ, պարոն Պետրոսյան, աշխարհում կան ստեղծված մեխանիզմներ արդեն ավելի քան 100 տարի մեծացած շուկաների մեխանիզմը, այն լոտերի վաճառքը, չգիտեմ ինչ, մենք գյուղնախարարությունը այսօր տոնավաճառները, դուք ինստիտուտը ստեղծեք, տոնավաճառների հետ գործ չունեք, ինստիտուտը, մարդը 4 տեղ հող է մշակում, ամեն տոնավաճառ ինստիտուտը 96 թվականին մեծացած շուկայի հիմքը դրվեց, երկու քայլ արեցին, ինչ-ինչ շահերի արդյունքում հետ կանգնեցին։ Մեծացած շուկա արդեն ձևավորվել է հենց գա եւ հովտաշատ այդ գյուղերի, հա, միջնամասում բավական եւ նույնիսկ անվճար եւ ոչ մի անգամ այդ բազարը դեռ շուկա չի, մենք տեսնեք այդտեղ կատարվում են մասնավորի կողմից ներդրումներ բարեկարգում։ Հիմա նույն Սպայկա ընկերությունը շատ լուրջ աշխատանքներ է տարում եւ կարծում եմ շուտով նրանք հնարավորություն կունենան արդեն հաջորդ մեծացած շուկա ստեղծելու ամբողջ լոգիստիկ կենտրոնով եւ սառնարանային ուրեմն այդպես տեղակայքներով պահպանելու այդտեղ տեսակավորելու, փաթեթավորելու հնարավորությունները համոզված եմ որ էլի ցանկացողներ կան, որոնք կստեղծեն Սպայկան ինքը մոնոպոլ դիրքում է, այդ երկիրը տնտեսությունը մոնոպոլիաների ձեռը խեղդվում, հերթական մոնոպոլիան ստեղծենք, մանավանդ գյուղատնտեսության մասնավորներ կան, որոնք ցանկություն ունեն նման ուրեմն շուկաներ ստեղծելու մեծացավ։ Այո, անպայման պետք է լինի մրցակցություն, առանց մրցակցության, եթե մենաշնորային դարձավ, իրենց կամքն են թելադրելու եւ մեծացած շուկան եւ արտահանողը անպայման պետք է ուրեմն մրցակցություն լինի։ Մրցակցության պայմաններում որ իրական ճշգրիտ գինը կձևավորվի։
Սա է Ամեն ինչ կարևոր։ փորձում ենք թողնել տնտեսությանը, շուկային ինքը կկարգավորի, աշխարհում այլ զարգացումներ են, հիմա պետությունները միջամտում են, փորձում են։ Ես իմ խոսքում նշեցի, որ գյուղատնտեսության ոլորտը, ագրարային ոլորտը ֆինանսական ռեսուրսների լուրջ կարիք ունի, ֆինանսական ներդրումների մեծ պահանջարկ կա, այսօր էլ կա եւ ապագայում էլ է լինելու։ Բայց այդ ամենը արվում է այսօր պետության ունեցած հնարավորություններից։ Եթե այդ հնարավորությունները մեծ լինեին, կամա թե ակամա շատ խնդիրներ կան, շատ ծրագրեր կան այսօր մշակված, որոնք միջոցներ են անհրաժեշտ կյանքի կոչելու։ Ես կարծում եմ աստիճանաբար ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները բոլորս գիտենք, կարծես սակայն երկերը չեն կարողանում գտնել կամ չեն բավարարում։ Ես կցանկանայի, որպեսզի մենք փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը, իսկապես սեր մցանելուց մինչև իրացում, մինչև արտահանում այս երկար process-ը, այս երկար շրջանը քանի տեղ է ճակ տվել եւ ինչպես այդ ամեն ինչը կարելի է հարթել։ Խնդրեմ ամփոփելով։ Ճակ տվել են խճանկարը ոնց է կոչվում, որ հավաքում են, ճակ չի տվել այդ վիճակն է։ Պետությունը մնացորդային վերաբերմունք է դրսևորում գյուղատնտեսության նկատմամբ։ Բոլոր ոլորտները առաջնային են, գյուղատնտեսությունը վերջնական։ Այնտեղ թվեր ագրում են, հրապարակում են, հետո պետությունը, կառավարությունը կներեք, որոշում են ընդունել եկող տարի արդեն 26000 հեկտար խաղողի այգի պետք է մենք ունենանք, որ գինե կոնյակագործությունը, որ 130-140 միլիոն դոլար եկամուտ է բերում ամեն տարի այդ պետությանը, որ սպասարկեինք։ Այսօր 17000 հեկտարը 26 չի դառնալու, իհարկե այդ վիճակագրության այդ բանի արդյունքում մարդը համար այն չէ։ Կդարձնենք 20-25, իրականում չի դառնալու։ Պետք է լուրջ վերաբերվենք։ Գյուղատնտեսությունը վերջի տեղում է, կամ կզբաղվենք կամ չէ։ Այդ ձևով, այդ երկիր ագրարային երկիր է, բայց այդ ձևով գյուղատնտեսությունը հալի չի գալու։ Շատ վատ է լինելու։ Բայց մի հարց, գոնե ջրի հարցը լուծեն, այդ ձևով գոնե յոլակը գնա, կոպիտ ասա։ Եթե դա էլ չեղավ, 5 տարի հետո մենք ուրիշ խոսակցություն ենք գնալ, լրիվ ուրիշ։ Խնդրեմ, ամփոփեք։ Ամեն դեպքում լավատես եմ, չնայած այսօրվա մեր հանդիպան մասնակիցներից անձամբ երևի միակը ես եմ, որ անձամբ գյուղատնտեսության ոլորտում այդ ձեր ասած սեր մցանելուց հողը արտադրության ոլորտում։ Գիտեք ինչ, ես լավ տեղյակ եմ այդ անցուդարձից, շփումներից, կապերից եւ այլ։ Այսօր շատերն են օգտվում, շատերը գյուղատնտեսությունը սպասարկող, չգիտեմ, թե պաշտոնյաներ, թե կազմակերպություններ, թե չգիտեմ, դեղորայք վաճառողներ, տարբեր տեսակ, որ գյուղացիները կապ ունեն իրանց հետ, գնում են, առնում են, բերում են, տեղադրում են եւ այլ, բայց բոլորը օգտվում են, բայց իսկական են հայ գյուղացուն, ավանդական գյուղացուն էլի եմ շեշտում, բան չի մնում։ Բոլորը օգտվում են բացի գյուղացուց։ Ինքնարժեքը բավականին բարձր։ Դա կլինի ջերմոցային տնտեսություն, դա կլինի խաղողագործություն, կարտոֆիլա, ամեն ինչի ինքնարժեքը բարձր է, ամեն ինչը թանկ է, բավականին թանկ է։ Ես աշխատում եմ տարբեր կազմակերպությունների հետ շփվում, բավականին թանկ է, ամեն ինչը բարձր է։ Ու ուղղակի քանի որ առիթ ասեմ, էլի այդ անձնավորությունները, այդ կազմակերպությունները, ովքեր մի պահ թող մտածեն առաջինը գոնե գյուղացու ծառը ջրեն, նոր իրանց ծառը ջրեն, թե չէ գյուղացին գնալով, չնայած ես լավատես եմ, բայց չկա առաջընթաց, բայց ամեն դեպքում դե ոնց որ ասած չենք կոտրվում, դուխը չենք գրում, իսկական գյուղացին հոգով ամուր է, կպած է իր գործին, ոնց որ լավատես եմ, պիտի որ լավ լինի, չգիտեմ։ Տոնական ավարտեցիք, խնդրեմ։ Ես ուզում եմ հավատալ հայ գյուղացու բասկի ուժին, աշխատասիրությանը, հայ մասնագետի մտքին, ուզում եմ արտադրողը, վերամշակողը միասնական բռունցք լինեն, պահանջատեր լինեն մեր պետական մարմիններից, ես պահպանում եմ այն կարծիքը, որ իրոք մասնավոր սեկտորը, բիզնեսը գյուղատնտեսության մեջ պիտի դառնա ողնաշար եւ այդ հարցում մեր պետությունը իր մասնակցությունը որպես օժանդակող ուժ պիտի անպայման լինի։ Եթե դրանք միասնական չլինեն, իհարկե հաջողություն չենք ունենա, բայց ես հավատում եմ, որ կլինի։ Գյուղատնտեսության ոլորտում այսօր լուրջ, այսպես եկամուտներ ստանալ չի հաջողում որևէ մեկին, նույնիսկ այն խոշոր տնտեսություններին, որոնք բավականին արդյունավետ են այսօր գործում, դրանք նույնպես լուրջ ուրեմն եկամուտներ չեն ստանում, առավել եւս փոքր տնտեսությունները, որի մասին մենք խոսում ենք, մեր գյուղացին շատ դժվարությամբ է իր հացը վաստակում։ Եվ այո, իրականում գյուղացին շատ է չարժարում, շատ է ներդրումներ կատարում, բայց չնչին եկամուտներ են ստանում։ Շատ դեպքերում տարբեր օղակներում հենց գյուղացու արտադրանքի վրա ավելի լուրջ եկամուտներ են ստանում, քան հենց ինքը գյուղացին է ստանում։
Սա է ամբողջ խնդիրը։ Գյուղացու համար, գյուղացու աշխատանքի համար 3 կարևոր պայման է իմ համոզմամբ պետք։ Առաջին, այո, կայուն ջրամատակարարում, միանշանակ համոզված այս համաձայն եմ դրանում, երկրորդ, մատչելի վարկային ռեսուրսներ, որովհետև այն վարկերը, որոնք որ տրամադրում են գյուղացիական տնտեսներին, հիմա բարեբախտաբար մի քիչ մեղվել է վիճակը, բայց մի քանի տարի առաջ մինչև 20-24%-ով, որը ուղղակի անտրամաբանական է եւ մեր շատ գյուղացիական տնտեսներ ուղղակի լուրջ կորուստներ կրեցին եւ որևէ մեկը չի կարող տուն կորցրեցին, ջերմատուն կորցրեցին կամ իրենց առողջությունը քայքայեցին։ Սա է կարևորը եւ երրորդը ուրեմն ապրանքի իրացման խնդիր։ Սրանք այն խնդիրներն են, որոնք իրենց լուծումներն են պահանջում եւ այստեղ իրականում պետությունը ունի այո լուրջ դերակատարություն։ Այս խնդիրները լուծելու հարցում ժամանակին համապատասխան ուրեմն ծրագրերի միջոցով, համապատասխան ներդրումների միջոցով ուրեմն աջակցության ցուցաբերում։ Ես միանգամայն լավատեսորեն եմ տրամադրված չնայած առկա խնդիրներին, այնուամենայնիվ ես պիտի նշեմ, որ ես համաձայն չեմ, որ մենք անկում ենք ապրում, տակառակը կա զարգացում առանց այլևայլության, միանշանակ կա զարգացում, այլ բան է, որ այդ զարգացման տեմպերը այսօր մեզ չեն գոհացնում, չեն բավարարում եւ համոզված եմ, որ հաջորդ տարի հատկապես գյուղացիական մթերքների իրացման հարցում մենք խնդիրներ չենք ունենալու։ Հիմա նույնիսկ միտումներ կա Արարատյան հարթավայրում, արդեն հացահատիկի կարծես թե ցանկերից կամաց սկսում են հրաժարվել, ավելի բարձրաժեք մշակաբույսերի մասին են մտածում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, այսօրվա քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ մեր հյուրերի մեծամասնությունը փաստորեն լավատեսորեն էր վերաբերվում եւ տրամադրված, գուցե սա դաշտի լավ իմացությունից էր կախված կամ ուղղակի այսպես բնավորությունից, ամենայն դեպս Հայաստանի Հանրապետության 45.6%-ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում, թե որքանով այս մարդկանց կարելի է համոզել կամ ընդհակառակը պնդել եւ պարտադրել մեր այսօրվա հյուրերի լավատեսությունը դժվար է ասել։ Համենայն դեպս հետևեք մեզ, մեր քննարկումներին, մենք հանդիպելու ենք մյուս շաբաթ, ցտեսություն։